Եվ դա այնպիսի մեծ հայտնություն էր, իմանալ, որ կնիկները գտնվում են հայտնություն գրքում։ Դրանք գտնվում են Մատթեոս 24-ում, դրանք գտնվում են Ծննդոցում, և դուք կարող եք գտնել այս բաները Աստվածաշնչի տարբեր տեղերում, և ամեն անգամ դուք դրանք տեսնում եք այլ տեսանկյունից, և դա ավելի է պարզաբանում խոսքը, քանի որ Աստծո ամբողջ խոսքը, որը դուրս է գալիս Աստծուց և բացահայտում է այս մեկ Աստծուն, այն պարզապես հստակեցնում է մեզ բոլորիս համար Աստծո կամքի պատկերը, որքան էլ երբեմն Աստծո խոսքը բարդ թվա, լինի Ծննդոցում, Հայտնությունում, Առակներում կամ Աստվածաշնչի տարբեր տեղերում, Եզեկիելում, գիտեք, Աստված կարող է պարզ դարձնել ձեզ համար այն, ինչ բարդ է թվում։ Եվ ձեզ միայն պետք է սրտում աղոթելով ասել. «Տեր, բացիր ինձ Սուրբ Գիրքը, բացիր իմ հասկացողությունը, թող ճշմարտության հոգին, քանի որ ձեր մտքով դուք դա չեք հասկանա, ոչ, ճշմարտության հոգին կգա ձեզ մոտ, կուղեկցի ձեզ և կառաջնորդի դեպի ամեն ճշմարտություն, կհիշեցնի ձեզ այն, ինչ նա ասել է ձեզ և կսովորեցնի ձեզ ամեն բան և ցույց կտա ապագան», այսինքն մարգարեությունը, ապագա իրադարձությունները։ Այդ պատճառով հենց այդպես է, հենց Աստծո հոգին է գալիս և ուսուցանում, հենց նա։ Հիսուսն ասաց. «Ինձ պետք է գնալ, բայց Մխիթարիչը կգա, ճշմարտության հոգին, նա ձեզ կհիշեցնի։ Ես շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց դուք հիմա չեք կարող տանել։ Այդ պատճառով մի քանի օր անց ձեր հիշողությունը ձեզ դավաճանում է, դուք չեք կարող հիշել այն, ինչ լսել եք։ Եվ այդ պատճառով դուք գիտակցում եք, թե որքան խոցելի ենք մենք այս ժամանակաշրջանում։ Երբ այս մարմինը քայքայվում է այդքան շատ հիբրիդային սննդից և ամեն տեսակ բաներից և այսպիսի ճնշում այս ժամանակաշրջանում, և դիվային ուժերը բաց են թողնված անդունդից, ճնշման ոգիները ծանրանում են հավատացյալների վրա, փորձելով կանգնեցնել ձեզ և խոչընդոտել ձեզ, որովհետև նա գիտի, որ Աստված այնտեղ ունի ընտրյալ սերմ, որը նա պատրաստում է հափշտակության, և նրա ամբողջ ուժն ու փառքը պիտի բացահայտվեն և ցուցադրվեն այդ մարդկանց միջոցով, իսկ սատանան ցանկանում է կանգնեցնել նրանց ամեն գնով, եթե կարողանա։ Ահա թե ինչու մենք աղոթում ենք հայտնության համար, մենք խնդրում ենք Աստծուց, որ նա մեզ հասկացողություն